Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խաղաղության Աբրահամի համաձայնագիր Ամերիկայի նախագահի հատուկ բանագնացը չի բացառում, որ ինչպես Լիբանանն ու Սիրիան, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ այս համաձայնագրին։ Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք մեր կարծիքով շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը։ Երկուսն էլ կարծում եմ հնարավոր է ցանկություն հայտնեն միանալ Աբրահամի համաձայնագրերին։ Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար եւ նա հավատում է դրան։ Համաձայնագրերը Աբրահամի համաձայնություններ են անվանվել հուդայականության եւ իսլամի ընդհանուր հավատքը Աբրահամ մարգարեի նկատմամբ ընդգծելու համար։ Հիմա բովանդակության մասին, ինչ նախաձեռնություն է, որին այդքան հավատում է նախագահ Թրամփը։ Աբրահամի համաձայնագրերը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ մի շարք արաբական երկրների եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնություն է։ Համաձայնագրերը ստորագրվել են Թրամփի աջակցությամբ դեռ առաջին նախագահության օրոք 2021 թվականներին։ Իսրայելը հաստատող տեղը ունեցել արաբական միացյալ նահանգների, Մարոկոյի, Բահրեյնի եւ Սուդանի հետ։ Ինչն էր միավորում այս երկրներին, հիմնականում իհարկե Բահրեյնի եւ Էմիրությունների մասին, դա Իրանի վտանգն էր։ Այսինքն փաստաթուղթը ինքը ունի նաեւ հակաիրանական ուղղվածություն։ Հայաստանի արտգործնախարարությունից փաստացի չեն բացառել ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ քննարկումները սկսելու հավանականությունը, ձևակերպել են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ։ Փորձագետները նոր հնարավորությունների մասին այս պնդմանը այնքան էլ հակված չեն։ Ասում են, համաձայնագիրն իր թե տնտեսական, թե քաղաքական բովանդակությամբ առնվազն չի համընկնում հայկական շահին։ Եթե մենք նայենք բովանդակային մասով, իհարկե իմաստ չկա։ Եթե մենք նայենք ինչ վտանգներ են ապարունակում, ապա ամենակարևորը դա Իրանի արձագանքն է ԱՄՆ-ի այս առաջ քաշված նախագծին։ Եթե Հայաստանը միանում է, ապա միանշանակ դա անցալվելու է Իրանում որպես խիստ հակաիրանական քայլ։ Ուղղված է Իրանի դեմ, այսինքն Իրանից գալույց այդ վտանգները, որոնք կան մեծաբար արևելքում արաբական պետությունների ուղղությամբ եւ հատկապես Իսրայելի ուղղությամբ եւ չինական վտանգը։ Չինական վտանգը, եթե մենք դիտարկում ենք, դա տնտեսական վտանգ է, որը դիտարկում են Միացյալ Նահանգներում, որ Չինաստանը իր ազդեցությունը ուժեղացնում է Մերձավոր Արևելքում, ինչքանով է նպատակահարմար օրինակ Հայաստանի համար միանալ մի համաձայնությանը, որի գլխավոր նպատակն է այն, որ Իրանի դեմ աշխատել, Իրանից գալող այդպես կոչված վտանգների եւ Չինաստանի դեմ։ Փորձագետները ամփոփում են, եթե ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի ակնարկը դառնա հողի վրա առաջարկ ու կյանքի կոչվի, ապա Հայաստանը քաղաքական ու տնտեսական գործընկերներ չկորցնելու համար պետք է գործի խիստ զգուշավոր։ Այստեղ մասնագետները հիշեցնում են նաև հայ-ամերիկյան ռազմավարական գործարքը, որը ստորագրվեց ամեն դեպքում դեռ միայն թղթի վրա մնալով։ Մյուս կողմից կարևոր է նաև, թե Թրամփը ինչ որոշում կկայացնի հայտնի 907 բանաձևի հարցում, որը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Որպես կանոն, այս որոշումը Սպիտակ տան առաջնորդը կայացնում է մինչև ապրիլի վերջ։ Փորձագետները համոզված են, այս ուշացմանը զուգահեռ ադրբեջանական լոբբիստները ակտիվ աշխատում են ազդեցություն ունենալու Թրամփի աշխատակազմի վրա։ Գերմանիայի Բունդեսթագի նախկին падգամավորը Մյունխենում դատավարության ընթացքում խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։ Էդուարդ Լինդները մասնավորապես պատմել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրեն վճարել է հավելելով, որ իր կարծիքով նման լոբինգը գործնականում ամենուրեք է։ Մեղադրական եզրակացության համաձայն Ադրբեջանը ենթադրաբար մի քանի տարի շարունակ մի խումբ քաղաքական գործիչների կանխիկ գումար է վճարել ԵԽԽՎ-ում իր օգտին գործունեություն ծավալելու դիմաց։ Ադրբեջանի կողմից կաշառված падգամավորների թվում են նաև Լինդները, ով 33 տարի եղել է Բունդեսթագի անդամ, իսկ մինչև 2010 թվականը ԵԽԽՎ անդամ։ Մյունխենի դատախազությունը պնդում է, որ Լինդները մինչև 16 թվականը օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին առաջարկել է բարձրացնել համագործակցության մակարդակը մինչև ռազմավարական գործընկերության աստիճանի։ Նշենք, որ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Եվրամիությանն անդամակցելու գործընթացին Ադրբեջանի հետ խաղաղության թեմային է անդրադարձել երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը տեղական մի քանի ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը, դրանք վերածելով եռակողմ ձևաչափի։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ եւ Հայաստանը դարձնել Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միութենական պետության անդամ։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարցն է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը բարիններ աշխատած եւ պաշտպանության նախարարությունում, եւ անվտանգությունում, եւ Ղարաբաղի հետ պատերազմի փորձ ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամեն ինչ ճիշտ որոշում է։ Բայց ես երբեք չեմ իմացել, որ հետագայում չեմ մտածել, որ կարող է հետագայում այսպիսի զարգացումներ լինել։ Հիմա էլ եք համարում ամենաճիշտ որոշումը։ Ես այն ժամանակ ամենից sense ռացիոնալ բացատրությունը սա էր։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մշտական խաղաղության ստորագրումը կնպաստի Կովկասում եւ թյուրքական աշխարհում կայունությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Ես վստահ եմ, որ իմ եղբայր Իլհամ Ալիևը խաղաղություն կբերի տարածաշրջան, հավելել է Էրդողանը։ Նշենք, որ գագաթնաժողովը կայացել է Բուդապեշտում մայիսի 21-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը կողմերը ընդգծել են հայ-կիպրոսյան բարեկամական հարաբերությունները կարևորել քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական գործակցության խորացումը։ Քննարկվել են երկկողմ գործակցության եւ մի շարք ոլորտների, հատկապես տնտեսական եւ ներդրումային հնարավորությունները։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, այդ թվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, շեշտելով խաղաղության եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը Հարավային Կովկասում։ Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինային ապագայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հռոմում ԱՄՆ փոխնախագահի հետ բանակցությունների ժամանակ։ Մեզ միավորում է այն, որ մենք ցանկանում ենք երկար եւ արդար խաղաղություն Ուկրաինայի համար։ Մենք գիտենք, թե որքանով ենք հանձնառու ԱՄՆ պատերազմը դադարեցնելու հարցում, եւ ես շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Այժմ անշուշտ կարեւոր է, որ մենք առաջ շարժվենք, եւ ես կարծում եմ, որ այս շաբաթ վճռորոշ կլինի այդ հարցում, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մայիսի 20-ից 22-ը Կանադայում կայանալիք մեծ յոթնյակի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Եվրամիությունը կառաջարկի իջեցնել ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթի գնման առավելագույն գինը։ Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերի Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նրա խոսքով Եվրամիության հանձնաժողովը հարցը բարձրացրել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում ռազմական միջամտության համար կիրառվող տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթի քննարկման ժամանակ։ Դոմբրովսկիսը չի մանրամասնել, թե Եվրամիությունը ինչ մակարդակով է մտադիր իջեցնել գնի առաստաղը, սակայն քննարկումներին ծանոթ Եվրամիության անանուն պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ 1 բարելի համար $50 է մշակվում։ Այժմ Ռուսաստանից նավթի 1 բարելի գնի առաստաղը $60 է։ Գերմանիայի կանցլերի գրասենյակի ղեկավար Տորստեն Ֆրայը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում հրադադարի հարցում իրական շահագրգռվածության բացակայության եւ ժամանակ ձգձգելու մեջ։ Նա նշել է, որ վերջին օրերին ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումները թվով եւ ինտենսիվությամբ ավելացել են։ Ֆրայի խոսքով Պուտինը փորձում է ժամանակ շահել եւ հակասություններ սերմանել եվրոպացիների ու ամերիկացիների միջև։ Նա նաեւ ընդգծել է, որ պետք է ավելի համարձակ ճնշում գործադրել Ռուսաստանի էներգետիկ եւ ֆինանսական ոլորտների վրա։ Բացի ստվերային նավատորմից ու առանձին ընկերություններից, ըստ գերմանական աղբյուրների, այժմ աշխատում են պատժամիջոցների 18-րդ փաթեթի վրա։ Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Զելենսկու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա կարող է որոշել միայն ԱՄՆ նախագահը։ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը։ Տեսնենք, թե ինչ կանի Ռուսաստանը, ինչպես կվարվի, լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը ընդգծել է, որ քրիտիկական պահը հասել է Ուկրաինայի կարգավորման հարցում։ Միաժամանակ նա բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի, Զելենսկու եւ արևմտյան առաջնորդների հետ տեղի ունեցած
ունեցած զրույցը։ Կարծում եմ մենք շատ լավ խոսակցություններ ունեցանք, ասել է նա։ Հռոմի Պապ Լեո 14-րդն ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները Ձկնորսի մատանին եւ Բրդյա ժապավենը ասեղնագործված խաչերով։ Սրանք պապական իշխանության ավանդական խորհրդանիշներն են։ Պալիումը ներկայացնում է Պապին որպես համընդհանուր եկեղեցու հովիվ, որն առաջնորդում է իր հոտը, իսկ մատանին կոչվում է առաջին առաքյալի եւ Ձկնորսի անունով, որը համարվում է առաջին Պապը։ Այս հնագույն ծեսը նշանավորվեց 267-րդ Պապի հովապետության պաշտոնական սկիզբը։ Նոր-Նորքի թաղապետը հրաժարական է տալի, իսկ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետը առաջինը հենց Տիգրան Տեր-Մարգարյանին խոսքի իրավունքը փոխանցեց։ Տեր-Մարգարյանը կարծիքն ամեն դեպքում չի փոխել։ Ակտիվիստ Չախոյանին ծեծի ենթարկել է վերջինիս հրահրած սադրանքի հետևանքներ։ Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար։ Ուզում եմ այնուամենայնիվ շեշտել, որպեսզի հետագայում նման, այսպես ասած, մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև այնուամենայնիվ միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ։ Ապօրինի շինարարության դեմ պայքարը շարունակում է Երևանի ամենաբարդ խնդիրներից մեկը քաղաքապետարանի համար ամենախնդրահարույցը մնալ։ Ավինյանը ձևակերպեց։ Քանակն ու ծավալները նվազում են, բայց մշակույթի դեմ պայքարը ավելի բարդ է։ Առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ եւ չի կարող լինել։ Այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց հետո, այսպես ասած, այդ շինությունների չգիտեմ, տերեր կոչենք այդ մարդկանց թե ինչ, այնուամենայնիվ փորձում են պայքարել այդ շինությունները սեփականացնելու համար, երբ որ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ տեսակ շինությունները։ Երևանի եկամուտները թերի են հավաքագրվել հունվարից ապրիլ ժամանակահատվածի համար քաղաքապետարանը նախատեսել էր գրեթե 25 միլիարդ 506 միլիոն դրամ գումար հավաքել, փաստացի մոտ 21 միլիարդ 970 միլիոնը կա, պակաս 3.5 միլիարդից առյուծի բաժինը 2.3 միլիարդ դրամը հանրային տրանսպորտի թեր հավաքագրման պատճառով է, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի։ Ավինյանն արձանագրեց, թե պետտրանսպորտից օգտվողների մինչև 80% պարտաճանաչ վճարում է, այնուամենայնիվ նաև թանկացման դեմ բոյկոտի արդյունքն է։ Դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին։ Եվ օրինակի համար, եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի։ Քաղաքապետը նաև հերթական անգամ շեշտեց երկրորդ կարծիք չկա տրանսպորտում չվճարելու դեպքում պետք է տուգանք լինի։ Համապատասխան օրենքի նախագիծը հիշեցնեմ արդեն խորհրդարանում է գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։ Մայրաքաղաքում մայիսի 19-ին Սիլվա Կապուտիկյան փողոցում բետոնախառնիչը հետընթացով է բախվել գազատարին, ինչի հետևանքով էլ պայթյուն է եղել ու հրդեհ բռնկվել։ Բետոնախառնիչի վարորդին հաջողվել է այդ ընթացքում արագ դուրս գալ մեքենայից։ Բետոնախառնիչը եւ եւս 3 կայանված մեքենա հրդեհվել են։ Շրջփրկարարական թիվ 8-րդ ջոկատից 2 մարտական հաշվարկ էր ժամանել։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին բաշտի պարեկներն ու շտապօգնության բժիշկների 2 խումբ։ Տեղում է նաև ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Էրսյանի գլխավորությամբ։ Դեպքի մանրամասները պարզվում են, ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ տուժածներ չկան։ Մայիսի 19-ին Աբովյան Նորհաճն ճանապարհին բախվել են Opel Combo եւ Opel Astra-ն։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու փրկարարծարայության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ըստ նախնական տեղեկություններով էլ վթարի մեղավորը եղել է Opel Combo-ն։
Երևան։ Դեպի Նորհաճն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Opel Astra-ին։ Դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության, Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ իմ տեղեկություններով վիրավորներից երկուսը ծառայում են ՀՊՆ համար զորամասում եւ նրանք եղել են մեկը Opel-ի վարորդն է, մյուսը ուղևորը։ Մայիսի 18-ին Թևոսյան փողոցում Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել TV-9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։ Մեքենայում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներն են մարել այն։ 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության 2 բրիգադի բժիշկները եւ փրկարարության Երևանի TV-9-րդ թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվ են գործել նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Բարեկային ծառայությունը ամեն անգամ հորդորում է, խնդրում է, որ ավտոմեքենաներում պայեք կրակ մարիչ, տեսեք, որ ոնց պետք է կավ եւ շնորհիվ այդ հոգատար քաղաքացիների կանխվել է կրակի տարածումը հենց սրանով, Կիանել չի վերածվել մոխրակույտի։ Մարգարավանաձոր Տարշի ճանապարհին էլ բախվել են 69-ամյա Սամվելի Վազ 2102-ը եւ 28-ամյա Արմենի ասֆալտով բարձված բեռնատարը։ Վերջինը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ։ 69-ամյա Սամվելը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Մայիսի 17-ին Սևան Մարտունի Գետապ ճանապարհին բախվել են 29-ամյա Էվելինայի Toyota Land Cruiser-ը եւ 22-ամյա Rafiki BMW X5-ը։ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում։ BMW X5-ի 72-ամյա ուղևորն էլ վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Դարձյալ մայիսի 17-ին 26-ամյա Ռուդոլֆը Տեսլայով Նոր Հարբերտ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել երթևեկելի հատվածից հայտնվել ջրատարում։ 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից, տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն։ Փրկարարության Մասիսի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները քաղաքացիների հետ հատուկ տեխնիկայով Տեսլան դուրս են բերել ջրատարից։ Օտարերկրյա վարորդը պարզվել է, որ եղել է ոչ սթափ։ Մայիսի 17-ին էլ Ուկրաինայի 28-ամյա քաղաքացին BMW-ով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Սապության փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդը եղել է խմացության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Վարորդը նշում էր դեպքի վայրում է վարորդը, նա նշում էր, որ ինքը մեկնում էր Զվարթնոց օդանավակայան, քանի որ իր ընկերուհին իր հետ վիճել է Երևանում եւ որոշել է վերադառնալ Ուկրաինա եւ ինքը գնում էր այնտեղ օդանավակայան, որպեսզի ընկերուհուն հետ պահեր այդ մտքից։ 27-ամյա Էդգարը BMW X6-ով Արամի փողոցի թիվ 27 կոտրակ 1 շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2.5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի նրբանցքի թիվ 27 կոտրակ 1 շենքի բակում։ Վարորդն ու 23-ամյա ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախումբը նրանց տեղափոխել է Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել փրկարարության Երևանի թիվ 8-րդ թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ի դեպ, երբ նրանք մեքենան ուղղել են, կասկածելի փաթեթներ են թափվել։ Դրանց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված։ Մայիսի 16-ին Երևան-Գյումրի-Բավրայեն 1 ճանապարհին բախվել են 31-ամյա Տիրանի Nissan Versa-ն եւ 62-ամյա Սամվելի Volkswagen Golf-ը։ Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։
Դարձյալ մայիսի 16-ին Արցախի պողոտայում բախվել են 20-ամյա Հրաչիկի Մերսեդեսը եւ 28-ամյա Հայկի վարած շտապօգնության մեքենան։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է շտապօգնության մեքենան։